Հանրապետության նախագահի կողմից նշանակվեցին 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Անշուշտ սա ոչ միայն որպես փաստ արձանագրելու պահից է կարևոր, այլ նաև այս փաստի ուժով սկսեց աշխատել ժամացույցը, որը վերաբերում է ընտրական process-ում կարևորագույն փոփոխությունների, որոնք 2026 թվականի ընտրությունների ժամանակ ըստ էության սկսելու են կիրառվել։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1 մասին, որտեղ նշված է, որ այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել կուսակցությունների անվանումների հետ կամ որոնք կուսակցության կողմից են ղեկավարվում, չեն կարող ազգային ժողովի ըստ էության տվյալ դեպքում ընտրությունները նշանակելու որոշման ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը բարեգործություն իրականացնել այն համայնքներում, որտեղ ընտրություն է։ Ինչ է նշանակում ասոցացում։ Ակնհայտ է, որ նեղ մեկնաբանության առարկա սա չի կարող լինել, այսինքն չի կարող համարվել, որ միայն բառացի պետք է համընկնի կամ, չգիտեմ, նման լինի։ Ասոցիացիա բառը բավականին լայն մեկնաբանությունների տեղիք է տալիս եւ այն մարմինը, որը ըստ էության որոշում կկայացնի, հենց այդ մարմինն էլ կորոշվի։ Ասոցացվում է այս կամ այն կուսակցության անունը այս կամ այն հիմնադրամի հետ, որը ըստ էության բարեգործություն է իրականացնում։ Եվ այստեղ կարևոր են նաև հետևանքները, փաստացի, եթե կլինի իրավիճակ, որտեղ օրինակ կհամարվի, որ կատարվել են այնպիսի խախտումներ այդ ժամանակահատվածում, երեկվանից ժամացույցը աշխատում է, դատարանը կարող է անգամ կուսակցության գրանցումը ճանաչել ուժը կորցրած, հետևաբար այստեղ նաև դատական մեկնաբանության թեմա է սա դառնալու։ Երկրորդ փոփոխությունը, որի մասին ուզում եմ խոսել եւ որը կիրառվելու է առաջին անգամ 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ, դա քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունն է 221-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ եթե տեխնացուի կուսակցության նրանց վստահված անձի անունից կամ այսինքն նրանց կողմից կամ անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ապրանքներ, արժեթղթեր տրամադրվում են կամ խոստացվում են ծառայություններ, այսինքն այստեղ կարևորն այն է, որ որևէ այլ եղանակով այս տերմինը չափազանց լայն մեկնաբանության առարկա կարող է դառնալ եւ կարող է ստացվել այնպես, որ ինչպես նշված է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի սանկցիայում 3-ից 6 տարի ազատազրկման դատապարտվեն առաջին հայացքից բացարձակապես այս ամեն ինչի հետ կապ չունեցող անձինք, որոնք որևէ այլ եղանակով խոստացել են ծառայություն, ապրանք են խոստացել, չգիտեմ, էլի ինչ-որ բան են տրամադրել։ Փաստացի այս եւ նախորդ նշած դրույթները սկսվել են գործել երեկվանից, երբ նշանակվել են ազգային ժողովի ընտրությունները։ Սա եւս քրեական օրենսգրքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում չի աշխատում։ Այս դրույթը վերաբերում է նորից այն պահից, երբ նշանակվել են ազգային ժողովի ընտրությունները, մինչև ազգային ժողովի ընտրվելու մասին որոշման կայացումը։